Բարև ձեզ։ Այսօր մենք ձեզ հետ խորանալու ենք մի հարցի մեջ, որը եթե դուք ծնոր եք, հաստատ ձեզ էլ է դե գիշերները անհանգստացրել։ Հա, միանշանակ։ Խոսքը մանկական սննդի մասին է։ Այդ հավերժական բանավեճը, որն է ավելի լավ՝ ձեր ձեռքով, սիրով պատրաստած տնական խյուսը, թե խանութի դարակից վերցրած փայլուն պիտակով բանկան։ Եվ սա պետք է ասեմ, պարզապես համի կամ բաղադրատոմսի հարց չէ։ Բացարձակ։ Մենք վերլուծել ենք մի շատ ընդարձակ առցանց ֆորում, որտեղ մայրերը ոչ թե ուղղակի կարծիք են փոխանակում, այլ բառացիորեն բախվում են աշխարհայացքներով։ Ուրեմն մեր նպատակն է ձեզ հետ միասին անցնել այս ամբողջ բանավեճի շերտերով, առողջապահական փաստարկներից մինչև դե ժամանակակից կյանքի իրողությունները։ Եվ նույնիսկ մի քիչ փիլիսոփայություն։ Եկեք սկսենք։ Ուրեմն, եկեք սկզբից ընդունենք ակնհայտը։ Եթե ձեզ հիմա հարցնեն, ինչն է ավելի լավ, ձեր ձեռքով, ասենք, թարմ խնձորից պատրաստած խյուսը, թե խանութի բանկան, դե 10 դեպքից 9-ում կպատասխանեք իհարկե տնականը։ Իհարկե։ Ֆորումի քննարկումը հենց այդ բնական, գրեթե բնազդային համոզմունքից էլ սկսվում է։ Գլխավոր փաստարկը, որ բերում են տնականի կողմնակիցները, լիակատար վերահսկողությունն է։ Այո, եւ դա շատ հզոր փաստարկ է։ Ֆորումի մասնակիցներից մեկը գրում է, որ երբ ես եմ պատրաստում, ես 100%-ով գիտեմ, թե ինչ կա մեջը։ Այսինքն ոչ մի ավելորդ բան։ Ճիշտ այդպես։ Ոչ մի գրամ ավելորդ աղ, ոչ մի թաքնված շաքար, ոչ մի համի ուժեղացույց կամ կոնսերվանտ։ Սրան էլ գումարվում է, այսպես ասած, տատիկների փաստարկը։ Հա, դա ծանոթ է։ Որ թարմ պատրաստված սնունդը ավելի շատ վիտամիններ ունի, քանի որ դրանք ժամանակի ընթացքում ուղղակի քայքայվում են։ Թարմ կտրատված դդմիկը մի բան է, 1 տարվա պահպանման ժամկետով հյուսը բոլորովին այլ։ Ամեն ինչ տրամաբանական է թվում։ Թվում է, այո։ Մինչև այն պահը, երբ այս գեղեցիկ իդեալական պատկերը բախվում է 21-րդ դարի իրականությանը։ Հենց այդտեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը։ Ֆորումի շատ մասնակիցներ միանգամից մի հարց են բարձրացնում, որը փոխում է ամեն ինչ։ Լավ, բայց որտեղից գտնել այդ թարմ եւ որակյալ մթերքները։ Եվ սա ըստ էության ամբողջ տնական սննդի փիլիսոփայության աքիլեսյան գարշապարն է։ Գաղափարը գեղեցիկ է, բայց այն ենթադրում է մի միջավայր, որը մեծ քաղաքներում, մեգապոլիսներում այլևս գրեթե գոյություն չունի։ Դե, հա, 15-20 տարի առաջ այլ էր։ Բոլորովին այլ էր։ Այսօրվա էկոլոգիան, հողի որակը, ամեն ինչ փոխվել է։ Ֆորումի մի օգտատեր շատ դիպուկ է նկարագրում այս խզումը իրականության եւ իդեալի միջև։ Նա գրում է. «Ես ապրում եմ քաղաքի կենտրոնում։ Ես չունեմ ոչ սեփական այգի, ոչ էլ գյուղում բարեկամներ, որոնք ինձ համար մաքուր բերք կուղարկեն։ Սա շատերի իրավիճակն է։ Իմ միակ տարբերակը սուպերմարկետն է կամ շուկան։ Եվ այստեղ նա տալիս է մի հարց, որը կարծում եմ բոլորիս է հուզում։ Ով կարող է երաշխավորել, որ խանութի հավի մսի մեջ հակաբիոտիկներ չկան Կամ պեստիցիդներ։ Ծան, որ ներկրված մոմով փայլեցրած խնձորներն ավելի օգտակար են, քան բանկայի մեջ գտնվող ստուգված խյուսը։ Ահա եւ ամբողջ խնդիրը։ Այնինչ թվում էր պարզ ընտրություն, բնականն ընդդեմ արհեստականի, վերածվում է ռիսկերի բարդ գնահատման։ Դուք վերահսկում եք աղն ու շաքարը, բայց բացարձակապես չեք վերահսկում պեստիցիդները, նիտրատները, Ծանր մետաղները։ Այո, ստացվում է, որ տնական սննդի իդեալը կախված է մի պայմանից, որը շատ քաղաքաբնակ ընտանիքների համար պարզապես անհասանելի է՝ ունենել էկոլոգիապես մաքուր, հուսալի աղբյուրից ստացված մթերք։ Այսպիսով, ֆորումից բխող առաջին կարևոր դասն այն է, որ տնական բառը դադարել է լինել օգտակար բառի հոմանիշը։ Ցավոք, այո։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ձեր գազարը որտեղից է գալիս։ Սա նշանակում է, որ տնական սննդի կողմնակիցները դե փակուղում են։ Նրանք ուզում են վերահսկել ամեն ինչ, բայց չեն կարող վերահսկել ամենակարևորը՝ հումքը։ Հետաքրքիր է, իսկ ինչ փաստարկ ունեն նրանք, ովքեր հենց սկզբից գնում են բանկաներով։ Նրանց գլխավոր փաստարկը կարելի է ձևակերպել 2 բառով՝ ստուգված անվտանգություն։ Եթե տնական սնունդը խոստանում է ընկալվող մաքրությունը, ապա գործարանային սնունդը չափելի անվտանգություն է։ Եվ ֆորումում կա մի պատմություն, որն այս փաստարկը դարձնում է դե աներևակայելի հզոր։ Այո, խոսքը նիտրատները ստուգող սարքի մասին է, չէ՞։ Հենց դրա մասին։ Մի օգտատեր պատմում է, որ կարդացել է մի փորձարկման մասին, որտեղ վերցրել են շուկայից գնված բանջարահեն եւ մանկական սննդի բանկա ու ստուգել հատուկ սարքով։ Պատկերացրեք տեսարանը։ Մի կողմից շուկայից գնված թարմ, գեղեցիկ թվացող գազարն է, Որը բոլորս կգնեինք առանց մտածելու։ իհարկե։ Մյուս կողմից սովորական բանկան,
Սարքը ցույց է տալիս, որ շուկայի գազարի մեջ նիտրատների քանակը կարմիր գոտում է, գերազանցում է թույլատրելի նորման։ Իսկ բանկայի մեջ Իսկ բանկայի պարունակության մեջ այն կանաչ գոտում է նորմայի սահմաններում։ Սա այն պահն է, երբ բոլոր տեսական դատողությունները թարմության եւ բնականության մասին պարզապես լռում են կոնկրետ 4 թվերի առջև։ Իհարկե, ֆորումի մասնակիցները անմիջապես հակադարձում են. լավ, նիտրատներ չկան, բայց ինչ վիտամինների մասին կարող է խոսք լինել, երբ բանկայի պահպանման ժամկետը 12 ամիս է։ Սա նույնպես տրամաբանական կասկած է։ Միանշանակ։ Եվ արտադրողներն էլ չեն թաքցնում, որ ջերմային մշակման ընթացքում վիտամինների մի մասը անխուսափելիորեն կորչվում է։ Թեև նրանք հաճախ արհեստականորեն հարստացնում են արտադրանքը վիտամիններով, բայց այստեղ ընտրությունը դառնում է շատ պրագմատիկ։ Դե հա, ինչն է ավելի վատ։ Հենց այդպես։ Հիմա պատկերացրեք ձեզ ծնողի դերում, ինչն է ձեզ ավելի շատ անհանգստացնում, այն, որ ձեր երեխան մի փոքր ավելի քիչ վիտամին C կստանա, թե այն, որ նա կստանա նիտրատների, պեստիցիդների կամ հակաբիոտիկների չափաբաժին։ Պատասխանն ակնհայտ է թվում։ Շատերի համար այո, նրանք ընտրում են փոքր չարիքը։ Եվ արտադրողները շեշտում են, որ իրենց հումքը անցնում է խիստ ստուգումներ, որ այնտեղ չեն օգտագործվում օրինակ գեդեոներ, Այսինքն գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ։ այո, կոնսերվանտներ եւ այլ վնասակար հավելումներ։ Այս ամենին գումարվում է նաեւ մի գործոն, որի մասին շատերը ամաչում են բարձրաձայն խոսել, բայց որը հսկայական դեր է խաղում։ Հարմարավետությունը, Որը բացարձակապես չի կարելի թերագնահատել։ Խոսքը միայն աշխատող մայրերի ժամանակը խնայելու մասին չէ, խոսքը բազմազանություն ապահովելու մասին է։ դա կարևոր է։ Ֆորումի մի մայր շատ անկեղծ գրում է. Ես ֆիզիկապես չեմ կարող ամեն օր իմ 8 ամսական երեխայի համար 100-150 գրամ տարբեր տեսակի միս եփել։ Մի օր հնդկահավ, մյուս օրը ճագար, երրորդ օրը հորթի միս։ Դժվար է, հա։ Բանկաներն այս հարցում իսկապես փրկություն են։ Էլ չեն խոսում ճամփորդությունների կամ պարզապես զբոսանքների մասին, որտեղ դրանք անփոխարինելի են։ Հիմա լսեք, թե ինչպես է քննարկումը շրջվում 180 աստիճանով։ Հենց այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ պարզ է, մի կողմում կասկածելի մաքրությամբ տնական սնունդն է, մյուսում անվտանգ, բայց գուցե պակաս օգտակար բանկան, Քննարկումը դուրս է գալիս այս սահմաններից։ բանավեճը թևակողում է բոլորովին այլ փիլիսոփայական դաշտ։ Բարձրացվում է մի հարց. իսկ ո՞րն է ընդհանրապես հավելյալ սնուցման նպատակը։ Եվ պատասխաններից մեկը, որ հնչում է, արմատապես փոխում է խաղի կանոնները։ Նպատակը ոչ թե պարզապես երեխային կշտացնելն է, այլ նրան սահուն կերպով նախապատրաստելն ու հարմարեցնելն է ընտանիքի ընդհանուր սեղանին։ Ադապտացիան։ Այո, ադապտացիան։ Եվ ահա այստեղ ֆորումի մասնակիցներից մեկը Անի կանոնով տալիս է մի հարց, որ ինձ իրոք ստիպեց մտածել։ Նա գրում է. «Հարգելի մայրիկներ, եթե նպատակն ադապտացիան է, կարող է ինչ-որ մեկը բացատրել, թե ինչու ենք մենք երեխային կերակրում անհամ, առանց աղի ու համեմունքների, բացարձակապես ստերիլ սննդով, Որը նման չէ իրական սննդին։ որը ոչ մի կապ չունի այն սննդի հետ, որը նա ուտելու է 1-2 տարի հետո։ Սա կարելի է ասել սադրիչ հարց է։ Սա ոչ թե սադրիչ, այլ հեղափոխական հարց է, որը դուրս է գալիս սովորական օգտակար վնասակար բանավետի շրջանակներից։ Նրա տեսությունն այն է, որ երեխայի օրգանիզմը սկսում է նախապատրաստվել ընտանեկան սննդակարգին ոչ թե 6 ամսականից, այլ շատ ավելի վաղ։ Դեռ մորարգանդում։ Հենց այդպես, դեռ մորարգանդում պորտալարի միջոցով, ապա կրծքի կաթի։ Կաթը փոխանցում է այն համերի մասին ինֆորմացիան, որոնցով սնվում է մայրը։ Այսինքն, երեխայի օրգանիզմն արդեն գիտի, թե ինչի հետ է գործ ունենալու։ Եվ նա շարունակում է իր միտքը, եթե ադապտացիայի այս կարևոր փուլում մենք խափում ենք օրգանիզմին, տալով նրան մի բան, որը նման չէ իրական սննդին, ապա հետագայում Օրգանիզմը պատրաստ չի լինի։ այո, երբ երեխան անխուսափելիորեն բախվի դրանց ընդհանուր սեղանից, նրա օրգանիզմն ավելի քիչ պատրաստված կլինի։ Սա ըստ էության սննդի նկատմամբ ոչ թե բժշկական, այլ մշակութային ադապտացիոն մոտեցում է։ Իհարկե, այս տեսակետը անմիջապես առաջացնում է բուռն հակազդեցություն։ Մեկ այլ օգտատեր ընդդիմանում է վկայակոչելով բժշկական խորհուրդները, որոնք բոլորս անգիր գիտենք։ Չի կարելի աղ, չի կարելի շաքար։ Այո, մինչև 1 տարեկան երեխաներին աղ տալը վնասակար է երիկամների համար, իսկ շաքարը սրտի եւ ենթաստամոքսային գեղձի։ Սա արդեն խիստ բժշկական սննդային մոտեցումն է։ Բայց բանավեճն այստեղ չի ավարտվում։ Ի պատասխան բժշկական փաստարկների, Անիկը հնչեցնում է հռետորական, բայց շատ տպավորիչ հարց։ Եթե դրանք այդքան վնասակար են, ինչու է մարդու արյունը աղի, իսկ մայրական քաթը քաղցր ու մի փոքր աղի։ Շատ ուժեղ հարց է։
Այս հարցը, անկախ նրանից դուք համաձայն եք դրա հետ թե ոչ, ստիպում է մի պահ կանգ առնել ու մտածել։ Իրականում այս հարցը դե գիտական չէ, բայց այն շատ հզոր փիլիսոփայական հարց է։ Այն կասկածի տակ է դնում մեր մոտեցումը։ Արդյոք մենք երեխային նախապատրաստում ենք ստերիլ լաբորատորիայի համար, թե այն իրական աշխարհի, որտեղ նա ապրելու է։ Այստեղ արդեն երկու փիլիսոփայությունը բախվում է։ Միանշանակ։ Մի կողմից մոտեցում, որը երեխային պաշտպանում է մեծահասակների սննդի բացասական կողմերից, մյուս կողմից մոտեցում, որը դիտարկում է սնունդը որպես մշակութային կոդի մաս եւ փորձում է երեխային ինտեգրել այն միջավայրին, որտեղ նա ծնվել է։ Այսպիսով ամփոփելով այս բարդ ու բազմաշերտ քննարկումը, որը սկսվեց սովորական խնձորի հյուսից եւ հասավ դաստիարակության փիլիսոփայությանը, ինչ եզրակացության կարող են գալ ձեզ հետ։ Դե ակնհայտ է, որ սա պարզապես բնականն ընդդեմ արդյունաբերականի վեճ չէ։ Սա ավելի շուտ ընկալվող մաքրության եւ ստուգված անվտանգության միջև ընտրություն է։ Ճիշտ այդպես։ Տնական սնունդը կարող է լինել հիանալի, ավելի սննդարար եւ համեղ, բայց միայն, եւ սա շատ կարեւոր բայց է, Միայն մեկ պայմանով։ միայն այն դեպքում, եթե դուք 100%-ով վստահ եք ձեր մթերքների ծագման եւ մաքրության հարցում։ Մի բան է սեփական այգուց քաղված դդմիկը, բոլորովին այլ բան անհայտ ծագման ներկրված բանջարեղենը սուպերմարկետից։ Մյուս կողմից գործարանային սնունդն առաջարկում է հարմարավետություն, բազմազանություն եւ, որ ամենակարևորն է, ժամանակակից պայմաններում ստուգված անվտանգություն այնպիսի անտեսանելի թշնամիներից, ինչպիսիք են նիտրատները կամ պեստիցիդները։ Եվ ինչպես երևում է ֆորումից, շատ ծնողներ ինտուիտիվ կերպով ընտրում են ոսկեմիջինը, հիբրիդային մոտեցումը։ Այո, եւ դա թերևս ամենապրագմատիկ լուծումն է։ Նրանք պատրաստում են տանը, երբ ունեն լավ վստահելի մթերք, օրինակ ամռանը, սեփական այգու բերքով։ Եվ օգտվում են բանկաներից հարմարության համար ճամփորդությունների ժամանակ կամ երբ այլընտրանք պարզապես չկա։ Հա, սա փորձ է համատեղելու երկու աշխարհների լավագույն կողմերը, այլ ոչ թե դոգմատիկ կերպով հետևելու միայն մեկ ճամբարի կանոններին։ Մանանք աղի ու շաքարի մասին։ Եթե նպատակը երեխային այն սննդային մշակույթին նախապատրաստելն է, որում նա ծնվել է, ապա որքանով պետք է ախտահանել նրա վաղ փորձառությունները։ Լինի դա սնունդ, շփում, թե խաղ։ Եվ որքանով նրան ծանոթացնել ընտանեկան եւ սոցիալական կյանքի իրական համերին ու գույներին։ Սա կարևոր հարց է։ Որտեղ է անցնում նուրբ սահմանը երեխայի օրգանիզմն ու հոգին պաշտպանելու եւ նրան իրական կյանքին նախապատրաստելու միջև։ Սա արդեն ոչ միայն սննդի, այլև ընդհանուր դաստիարակության փիլիսոփայության հարց է։ Որի պատասխանը հավանաբար յուրաքանչյուր ընտանիք պետք է գտնի իր համար։